բողոքին եւ ակնկալիքներին։ Նախ անդրադառնում եմ բողոքին, ես բողոքը ներկայացրել եմ տուժողների կողմից, համաձայն չլինելով Առաջինատյանի դատարանի դատավճռի հետ պատժի մասով։ Գտել ենք, որ պատիժը շատ մեղմ է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ջալալ Հարությունյանի անփույթ գործողությունների հետևանքով տեղի ունեցել 20 երիտասարդների զոհ, ունեցել են 20 երիտասարդների զոհ, բացի այդ կորսվել է տեխնիկա, նաև գաղտնիք պարունակող փաստաթղթեր։ Այդ առումով գտնում ենք, որ Առաջինատյանի դատարանը մեղմ պատիժ է նշանակել։ Մնացած առումներով օբյեկտիվ դատական ակտ է կայացվել։ Պահանջում եք առավելագույն պատիժ, այո, որը հաշվի առնելով օրենսդրական փոփոխությունները եւ օրենքի հետադարձ տալու մեղմացման առումով դա 8 տարին է։ Իսկ դուք մտավախություն ունեք վաղեմության ժամկետի հետ կապված, որովհետև այնտեղ էլ դատականիստի ժամանակ է նշվեց, եւ ինչու են հենց վերջին օրը, այսօր է վերջին օրը, ինչու են հենց այսօր մուտք արել այդ բողոքը դուժը։ Հարցը հասկանալի է, նախ սկսեմ, ոչ միայն խոսքը վերաբերվում է այսօր վերջին օր լինելուն, այլ խոսքը վերաբերվում է, որ նայեք, բոլորն էլ պրոֆեսիոնալ իրավաբաններ են, նաեւ նախկինում դատավորներ են եղել, իսկ Անդրանիկ Մնացականյանը նույնիսկ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է եղել եւ բոլորն էլ երեքն էլ շատ գացատեղյակ, քաջատեղյակ են քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից եւ կարծում եմ, որ օգտվել են քրեական դատավարության օրենսգրքով ընձեռնված իրենց իրավունքից, միտումնավոր կրիչը չեն կցել բողոքին, որի պատճառով շատ լավ հասկացել են, որ բողոքը հետ է վերադարձվելու եւ ժամկետ է տրամադրվելու, որպեսզի այդ թերացումը ուղղվի եւ այդ հանգամանքն էլ օգտագործելով, հաշվի առնելով, որ այսօր է վերջի օրը, վերջին օրն են ներկայացրել եւ այդ ամենը նպատակ ունի հասնել է նրան, որ հաշվի առնելով, որ վաղեմության ժամկետը հոկտեմբերի 12-ին է լրանում եւ դա նաեւ վճռաբեկ հաշվի առնելով, որ կարող է բողոքարկվել նաեւ վճռաբեկ դատարան, այսինքն սպառել այս ժամանակահատվածը եւ վաղեմության ժամկետի կիրառման առնվազն հասնել։ Գիտեք, այդ տենդենսը սկսվեց պաշտպանական կողմի մոտ դեռևս Առաջինատյանի դատարանում վերդիկտը կայացնելուց հետո, մինչև վերդիկտի կայացումը այդպիսի խնդիր չկար։ Դեպքեր ենք ունեցել, որ դատական նիստերը բավականին երկար են տևել, նույնիսկ ժամը 18:00-ից հետո մինչև 22:00 մենք դատական նիստեր ենք արել եւ պաշտպանական կողմը նման քայլի չէր գնացել, որ կարող էր ժամը 18:00-ից ասել եկեք հետաձգենք դատական նիստը, սակայն վերդիկտը, երբ որ կայացվեց մեղադրական վերդիկտ Ջալալ Հարությունյանի նկատմամբ, այդ ժամանակվանից սկսվեց այդ գործողությունները, որը որ բերելու էր նաեւ վաղեմության ժամկետին։ Մինիստին չեկան, մինիստին ուշ եկան, այսինքն այնպիսի գործողություններ, որոնք որ նպատակն է դատական նիստերը ձախողել է։ Ամեն դեպքում նշում են, որ առողջական խնդիրներ ունեն։ Գիտեք, առողջական խնդիրներ ունենալու հանգամանքը շատ հարաբերական է, առողջական խնդիրը դա հիմք չի, վերջած անձրև է։ Մի դատարանը, բացի այդ դատարանը թույլ տվեց էլի, միտքս կիսատ մնաց, այնպիսի հիվանդություններ չեն, որոնք կարող են զրկել նրան պատիժը կրելու։ Ամենայն դեպս մենք չունենք նման որոշում եզրակացություն։